տարիներ էր ապրում մեր երկիրը։ Չնայած դրան որոշվեց հիմնադրել բժշկական կրթություն և 100 տարի առաջ ստեղծվեց առաջին բժշկական դպրոց, որը հետո վերածվեց համալսարանի։ Այս շենքի փոխարեն ստեղ կային կիսախրխու կոտեջներ, տնակներ, որտեղ մեր առաջին ուսանողները բժշկություն էին սովորում։ Երկրորդ կուրսից սկսած ես սկսեցի հաճախել բիոքիմիա ամբիոն ու այդ իմ կապը, այդ սերը այդ առարկայի նկատմամբ արդեն մնաց մինչև փաստորեն կյանքիս վերջ։ Միխայել Իոսիֆի Աղաջանով, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ։ Միխայել Աղաջանով, խոսել նրա մասին հեշտ է ու դժվար, պատասխանատու ու պատվաբեր։ Մեծերի մասին խոսելը հոգ չէ, որովհետև ասելիքն է շատ, անեզր ու անսահման, բայց խոսելն է բարդ, խոսելն է դժվար։ Բարդ է խոսել Միխայել Իոսիֆի Աղաջանովի մասին անցյալ ժամանակում, որովհետև մինչ հիմա կա տպավորություն, որ նա մեզ հետ է։ Պապան ուսուցիչ էր, ինքը շատ հետաքրքիր պատմում էր ու շատ հեշտ բացատրում էր։ Ու երբ որ ես ինչ-որ մի բանը չէի հասկանում, օրինակ իմ մասնագիտությունով կամ նույն իր մասնագիտությունով բաներ կար, ինքը ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր պատմի ինչ-որ մեկին։ Երբ որ դու փորձես դա բացատրել ուրիշին, դու դա կհասկանաս։ Չափից դուրս ուշադիր մարդ է եղել առհասարակ բոլորի նկատմամբ։ Նա միշտ փորձում էր իր ներկայությամբ, անգամ եթե այդ ներկայությունը մի քանի րոպե էր, փորձում էր լցնել իր շուրջը այդ դրական աուրայով։ Человек он был, безусловно, выдающийся, с острым критическим умом, жадно впитывающий, несмотря на возраст, все новое для себя, тут же препарирующий, анализирующий, ну, в общем, ученый. Վերինաշյանը նվիրված մարդ էր եւ ընտանիքին, եւ աշխատանքին, եւ ինստիտուտին ու հարեհաս ընկեր էր։ Պատրաստ էր օր ու գիշեր աշխատել մենակ մեր համալսարանի պատիվը պահեր բարձր, ամենաբարձր մակարդակի վրա։ Միքայել Աղաջանովին միշտ բնորոշ է եղել խիստ զուսպ պահվածքը, համեստությունը եւ արտակարգ բարի վերաբերմունքը մարդկանց ու շրջապատի նկատմամբ։ Իրանցից շատ բան ունեինք սովորելու։ Երբ որ մարդը չի լինում, որ հետ ես գալիս, փոշմանում ես, որ կարող է մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրեիր, չէ որ ինքը պատրաստ էր տրամադրել քեզ, ինչքան որ քեզ պետք էր։ Он был моей жизнью. Добрый, любящий, заботливый, понимающий меня с полуслова. Յուրահատուկ մարդերին պապան եւ կարող եմ դա ասել այնքան շատ մարդ հանդիպելուց հետո նա ազնվական էր, արիստոկրատ, ինտելիգենտ, բարի բուն իմաստով, խելացի,
չափազանց համեստ մինչև կյանքի վերջ, աշխատասեր, անսահման ազնիվ, արժանապատիվ։ 19-րդ դարում Թիֆլիսում էր ապրում հայտնի բժիշկ, ուրոլոգ Միխայել Աղաջանովը, ով նաև բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ընտանեկան բժիշկն էր։ Այս մեծ հայի թոռը կենսաբանական գիտությունները պիտի կյանքի ուղի ընտրեր, սիրահարվեր ու սիրեր, բարձրանար ու քայլեր, վազեր ու թռչեր։ Բայց ամեն ինչ հեշտ չտրվեց, ճակատագիրը նրա համար բարդ ուղի ուներ։ 3 տարեկան էր, ավտովթարի հետևանքով կորցրեց հորը։ Փոքրիկ Միխայելի խնամքն ու դաստիարակությունը տատիկը, պապիկն ու հորեղբայրն էին ստանձնել։ Ինքը դաստիարակվել է շատ հետաքրքիր մարդկանց կողմից, իր տատիկ պապիկի կողմից է դաստիարակվել։ Իրան կրթված, պապայի պապիկը բժիշկ էր, հետաքրքիր կրթություն ստացած, տատիկն էլ Փարիզում սովորած այն ժամանակ դարի սկզբում կին էր եւ իրանք էին դաստիարակել իրան եւ դաստիարակում են այո եւ մեծի նկատմամբ հարգանք, պարտադիր եւ դա միշտ զգացվել է իմ պապայի մեջ էլ, այսինքն երբևիցե չի եղել, որ իմ պապան ինչ-որ մեկ է դույով խոսա։ Նա խիստ էր ու բարի, ուժեղ ու փխրուն, հումորի բարձր զգացումով ու իմաստուն։ Բացառիկ առաքինի կեցվածքիտ էր։ Շատերին կարծես թե թվում էր, որ դա թուլության նշան է եւ կոշտության պակաս։ Սակայն այն մարդիկ, ովքեր որ ավելի երկար էին շփվել, Միխալոս չէ, շատ լավ գիտակցում էին, որ իր սերունդներով դաստիարակությունը ստացած թույլ չէր տալի նրան լինել ավելի կոշտ եւ կտրուկ։ Մեծություններ ենք, ասեմ ձեզ, Իսիպտի համար կորուստը շատ մեծ էր, բայց առավել մեծ կորուստ էր ընկերների համար։ Միխայել Աղաջանովը եղել է, կա ու մնում է մարդկային հիշողությունների մեջ, որպես շատ տրական ազնվորություն։ Շատ հետաքրքիր մարդ, անձնավորություն էր։ Նա անդավաճան տեսակ էր անշուշտ։ Շատ պարկեշտ, ընտանիքին ահավոր նվիրված, այդպես մարդիկ հիմա եզակի են։ Երբ որ խոսում եմ, ինձ թվում է նա իմ կողքն է։ Մտովի իր հետ եմ տարբեր իրավիճակներում, երբ գնահատականի կարիք ունեմ, երբ խորհրդի կարիք ունեմ, երբ փորձի փոխանակման խնդիր կա, երբ լուր համաձայնության, հայացքով համաձայնության խնդիր կա։ Նա այնքան առաջադեմ էր իմ պապան, մեծ հետաքրքրություն եւ հարգանք եւ գնահատանք ուներ գիտության նորությունների հանդեպ, որ դա ուղղակի վարակիչ էր։ Որ բնակավարում մասին էլ խոսելու լինենք, պետք է իրոք ասել, որ նա բարձրունքում է եղել միշտ։ Առաջի հայացքից թվում էր, որ ինքը գուցե ինչ որտեղ այքան է լավ չի պատկերացրել խնդիրը կամ չի ուզում ավելի շատ խորանա խնդրի մեջ, բայց փաստացի ինքը շատ լավ էր, այսպես դες ասեմ, շատ խորքային մեկ, համապարփակ, շատ կարևոր է, եւ ճանաչելով մարդկանց հասկանում էր իրավիճակը։ Պարզապես իր պատասխանը միշտ լինում էր ավելի, եթե այդպես կարելի ասել, հավասարակշռված, բաղանսավորված, եւ ինքը միշտ փորձում էր դիմացինին չվիրավորել, եթե նույնիսկ սուր սիտուացիա էր, հա, փորձել իրավիճակից բոլորի համար ընդունելի լուծում ստանա այդ սիտուացիան, հա, այդ իրավիճակը, այդ իրան բնորոշ էր։ Խառնվածքը այնպեսին էր, որ երբեք ես նրան չեմ լսել, որ ինքը ձայնը բարձրացնի, բայց այդ ձայնի բարձրացումը ուղեկցվի ինչ-որ միպես այսպես ջղային տեսքով կամ չգիտեմ ինչով, երբեք դու չէիր զգա, որ նա շատ այսպես վատ է ընդունում այդ ամենը։ Միշտ հումորի զգացումը եղել է այդ բոլոր բաների մեջ։ Ինքը փորձում էր անհատի շուրջ ստեղծել դրական աուրա, դրական միջավայր։ Интеллектуальная пища была для него как хлеб насущный.
И каждый раз при следующей встрече я видел, как он менялся, становился шире. Ну и я вместе с ним. Вообще он был очень светлый. Светлый, добрый, оптимистичный человек, любящий и уважающий людей. Շատ տրադիցիաներ հարգող մարդ էր ու գիտեք հայրենասեր մարդ էր։ Հայրենասեր մի այլ կարգի։ Խոսքով ինքը մեծություն էր։ Ինքը հիմա էլ է մեծություն։ Նա շատ խորն էր տեսնում, գնահատում յուրաքանչյուր անձի, ովքեր որ առջևն են։ Եթե մարդ արժանի էր որևէ օգնության իսկապես, նա միշտ ձեռքը կմեկներ, միշտ ամեն ինչ կաներ։ Եվ բոլորը հիշում են դա։ Այդպիսին էր ինքը, մանկան հետ մանուկ, որ ասում են, մեծի հետ մեծ, ու բոլորի հետ, ամենքի հետ յուրովի։ Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ մեծ, աշխատավորի կամ գյուղացու հետ նրանց պես, շինարարի հետ շինարար, ու բոլորի հետ հավասար, բայց նաև մեծ էր, շատ մեծ։ Եվ ես անգամ չի պատկերացնում, որ նա այսքան հիշված է, այսքան սիրված է որպես դասախոս։ Դա շատ դժվար բան է։ Լինել հիշվող դասախոս եւ սիրված դասախոս, հա, բոլորս էլ սովորել ենք, բայց քանի հոգի կհիշենք համասարանից, երբ որ անցնում է 10, 20, 30 տարի, շատ քիչ, այսինքն մի ձեռքի մատերն էլ է շատ։ Եվ այն մեծ քանակությամբ ուսանողներից այդ արձագանքը, որպես ուսուցչի, որ իրանք այդ մարդու շնորհիվ սիրեցին շատ դժվար բիոքիմիա առարկան, շատ դժվար, այդ առարկան էր, որ բոլորը դողում էին, ու ոչ մեկ չէր սիրում, բայց ասում են սիրեցի, անենց էր բացատրում սիրեցի, հասկացա բիոքիմիան։ Միխայել Աղաջանովը 1963 թվականին գերազանցությամբ ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը դարձավ կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ, դոցենտ, պրոֆեսոր։ Նա մեծ ավանդ ունի բժշկագիտության զարգացման ոլորտում, հատկապես Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման, բուժման ու կանխարգելման ուղղությամբ։ Նրա ղեկավարությամբ կենսաքիմիայի ամբիոնը դարձավ համալսարանի լավագույն ամբիոններից մեկը։ Չափահաս կյանքի ամեն օրը սկսվում էր այս շենքից, այստեղ էլ ավարտվում, իր ապրած կյանքի պես։ Հիշելով նրա անցյալը, միշտ հաճույքով զարմանում ես, թե ինչպես կարող է մարդու վրա չազդել պաշտոնը, ձեռքբերումները, միշտ մնացել է նույն համեստ ազնվորությունը։ Այն սկզբունքները, որը դավանում էր ինքը, կարծում եմ, որ անսասան էին։ Իր ամբողջ գործունեության ընթացքում ինքը իրեն այնպես էր դրսևորում, որ ես ասում էի, ախ, եթե նա լիներ դիվանագետ, ինչպիսի հրաշալի դիվանագետ մենք ունենայինք մեր հանրապետությունում, որովհետև ցանկացած իրավիճակում, ցանկացած երուզերի պայմաններում, ինչ որ, չգիտեմ, առաջացած իրավիճակների մեջ, նա այնպես էր իրեն պահում, որ եւ հաշտություն էր լինում, եւ բոլորը հասկանում էին միմյանց, եւ կարծես թե հարցերը լուծում էինք ստանում եւ առանց որևէ դժգոհության, ինչ որ բացասական էմոցիաների։ Այդպիսի տաղանդ ուներ։ Ես հասկանում եմ,
որ նա ճիշտ է ապրել, նա ճիշտ է վերաբերվել մարդկանց բոլորին։ Իրոք անկախ տարիքից։ Նա ոչ միայն ղեկավար էր, ամբիոնի վարիչ էր, այլ նաև ավակ ընկեր, իրոք ընկեր էր։ Խստությունը կար, բայց նաև այդ խստության մեջ բարությունն էր, կհասկանար բոլորին։ Եթե ուշանայր էր մի փոքր, ասենք, ինչ որ մի բան էր եղել ու ուշացել ես, հա, ուշացումով ես մտնում դասի կամ նա խիստ հայացք ուներ, որը որ սենց քեզ թվում էր թե ապակե նման, բայց ինքը հասկանում էր, որ դու հենց չես կարող ուշանալ, ինչ որ մի բան երևի հենց չի եղել, որ ուշացել ես, բայց ինքը պիտի ցույց տար, որ ինքը խստություն անում, որպեսզի այդ կոլեկտիվը կարողանար հավաքվել։ Ну, հավաքված էր կոլեկտիվը հենց իրանով։ Миша уважал и ценил своих коллег и не жалел хороших, теплых слов в их адрес. Он ценил порядочность, честность, открытость, ненавидел предательство. Ինքը աշխատում էր այդ բոլոր խնդիրների լուծումը տար շատ հանգիստ, շատ թեթև, ոչ մեկին չնեղացնելով ու ոչ մեկին չվիրավորելով։ Սերմը ոնց է որ ցանում ես եւ պետքա խնամ ես, որ ինքը աճի։ Այ նման զգացողություն կար միշտ իր հետ շփումից հետո։ Դու զգում ես, որ դու հագեցել ես ինչ-որ նոր գիտելիքներով, նոր ինֆորմացիայով եւ իհարկե այդպես սերմի նման սկսում ես աճել կյանքին ու շատ հարցերին լրիվ արդեն ուրիշ տեսակետից նայելով։ Պապան շատ էր սիրում կարդալ, հատկապես երիտասարդ տարիներին, երբ որ ես հիշում եմ, շատ էր սիրում դետեկտիվ պատմություններ կարդալ։ Եվ եթե գիրքը առանձնապես հետաքրքիր էր, նա չէր դադարեցնում կարդալը մինչև ավարտել։ Իսկ հետո սկսում էր մեզ պատմել այդ գիրքը։ Ինքը եղել է ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, գիտական գծով պրոռեկտոր։ Բոլոր պայմաններում նա ինքը չի փոխվել։ Մնացել է նույն համեստ, նույն շրջապատի նկատմամբ նվիրյալ ազնվորության։ Նրբանկատություն իր մոտ արյան մեջ էր։ Հումորով ու ժպտերես, խորքային ու հայրենասեր։ Իսկ ընտանիքն ու աշխատանքը ամենակարևորն էին ու հավասար նժարներին։ Միխայել Աղաջանովի բոլոր նվաճումների մեջ անփոխարինելի է նրա կինը։ Խելացի, գեղեցիկ, բազմակողմանի օժտված վստահելի այս կինը, ով Շամախանի իշխանների հայտնի ցեղից է, ու պատահական չէր, որ հենց նա պիտի ապահովեր հուսալի եւ հանգիստ թիկունք իրենց համատեղ կյանքի բոլոր օրերի համար։ ամենա հավատարիմ եւ ամենա լավ ընկերը իր կինը դուրս եկավ, կյանքը ապացուցեց դա, որովհետեւ ունենալով այդ կարգի, այդպիսի կին եւ ընկեր կամ ընկեր եւ դնելով կին, իրանք միասին կարողացան աշխատում էին կարողանալ այդ վշտի վիճակից максимал դուրս գալ։ Мы создали спокойную,
стабильную, теплую, доверительную атмосферу в своей семье, где росли близнецы девочки и сын. Нам было очень комфортно и уютно в нашем доме. Я была заботливой и любящей мамой и женой рядом с удивительным человеком. Մենք այն երեխեքն ենք, որոնք կարող են ասել, որ երջանիկ մանկություն են ունեցել։ Եվ հիմա արդեն մեծ լինելով, ես հասկանում եմ, թե ինչքանով ճիշտ է այդ արտահայտությունը, հա, որ ամեն ինչը իրոք կապված է մանկության հետ։ Մենք երեխաներս բժիշկ դարձանք մեր պապայի շնորհիվ։ Եվ դա իրականում այդպես է։ Նրա կողմից բժշկություն մասնագիտությունը այնքան հարգված էր, այնքան սեր կար դեպի այդ մասնագիտության, այնքան հպարտություն ուներ մեր ընտանիքի բժշկական ժառանգության նկատմամբ, որ երևի թե մենք ուրիշ ընտրություն չունեինք։ Մենք միշտ տեսել ենք, զգացել ենք, որ սիրված ենք, մենք միշտ տեսել ենք, որ ծնողները անկախ ամեն ինչից իրար սիրում են, իրար օգնում են, որ եւ մենք միշտ սիրել ենք մեր տունը։ Իմ բոլոր հաջողությունները կյանքում այն ամենը ինչին հասել եմ, իսկ ես շատ բաների եմ հասել, կարելի ասել, պարտականու իմ ծնողներիս։ Բացի նրան, որ նրանք ինձ հիանալի գեներ են փոխանցել, ինձ նաև ներշնչել են ազնվություն, արդարություն, աշխատասիրություն, մեծ սեր դեպի կյանքը եւ մարդկանց եւ բարիություն։ Եվ ես հիշում եմ միշտ, որ եթե մենք ունենք ինչ-որ մի նամանավան տենց ծանր տարիներին, հա օրինակ մի հատ ինչ-որ մեծ կոնֆետ էր տոնը, դա կիսվում էր 5 մասի։ Եթե փոքր էր 3 մասի։ Մենք տենց ենք սովորել եւ տենց ենք մեծացել։ Հիշում եմ մի դրվագ, երբ որ ծամոն ունեինք, ես ու քուրսը ծամոնի հետ համար կռիվ էինք անում։ Դե երեխեք են էլի։ Ումն է ծամոնը։ Այդ մեն պապան եկավ, ասաց, «Էս ինչ եք անում, բա ծամոն եք տիպը կիսում»։ Ումն է այս ծամոնը, ես ասացի իմը, քուրս ասեց մերը, տվեց իրան, պապան տվեց իրան։ Անհանդուրժող էր անազնվության, դավաճանության և խաբեբայության նկատմամբ։ Ես հիշում եմ, որ մենք ամառները սպասում ենք, որտեղ ամառները գնում ենք հանգստանալու։ Գնում ենք Դիլիջան եւ դրա համար ես Դիլիջանը շատ եմ սիրում, ինձ որ ասեն Հայաստանում ամենալավ եւ սիրված տեղը, ես չեմ ասի Երևան, Դիլիջան, որտեղ երջանիկ մանկությունս նաեւ Դիլիջանի հետ է կապված։ Գնում ենք ծով եւ միշտ հիշում եմ, որ ծովի ափին բարկած պապանոց կինոներ էր պատմում։ Աննեց էր պատմում, ես միջև հիմա հիշում եմ։ Ոնց որ դու տեսնեիր այդ կինոն, մենք sense բաց բերաններով լսում ենք, ինքը նենց էր պատմում, կողքի երեխեքն էին գալիս հավաքվում պլաժում, որ լսեին այդ կինոն։ Դժվար է պապայի մասին անցյալով խոսել։ Գիտեմ, որ բոլորս էլ վերջ-վերջո անցնում ենք դրա միջով, բայց դա ավելի հեշտ չի դարձնում այս իրավիճակը։ Ամեն օր կարոտում եմ նրան, ուզում եմ ամեն օր խոսել հետը։ Նույնիսկ հիմա արդեն 6 ամիս անց իմ առօրյա կյանքում ես զանգում եմ իրան ամեն օր, իսկ հիմա ուղղակի փորձում եմ պատկերացնել, որ երևի թե այնքան զբաղված եմ, որ չեմ հասցնում զանգել, դա երբեմն օգնում է, բայց այն կարոտը եւ ցանկությունը զրուցելու, կարծիք հարցնելու, ուղղակի տեսնելու չի անցնում։ Իմ հայրը շատ նվիրված էր եւ ընտանիքին, ու մենք դա տեսնում էինք։ Ես եւ աշխատանքին, այսինքն գործին։ Ես չեմ հիշում, որ իմ պապան տուն չգա։ Ես չեմ հիշում, որ իմ պապան հարբած տուն գա։ Չեմ հիշում այդպես բան։ Բայց միշտ եղել է մեզ մոտ հետաքրքիր ինչ-որ խոսակցություններ, հետաքրքիր հյուրեր։ Կյանքը չի եղել շատ հեշտ։ Շատ մեծ դժվարություններ իրանք ունեցել են իհարկե, բայց միշտ փորձում են, որ երեխեքը դա չզգային։ Եթե չես կարող թռչել, վազիր։ Եթե չես կարող վազել, քայլիր։ Եթե չես կարող քայլել, սողա, բայց շարունակիր շարժվել, առաջ ընթանալ, առաջ գնալ։ Ու այդպես արեց։ Ծանր, շատ ծանր հարվածն էլ կրեց իրեն հատուկ մեծությամբ ու առաքելությամբ։ Ոտքի կանգնեց ու առաջ գնաց։
Միխայել Ոսիպիչը իր կյանքում տեսավ երևի թե կյանքի ամենավատ դաժան կողմերը։ Փոքր հասակում կորցրեց հորը։ Ճիշտ է, հորողբերները ամեն ինչ կյանքի ընթացքում անում են, որ ինքը այդ վիշտը թեթև տաներ, որովհետև փոքր մանկական 2-3 տարեկանում ինձ թվում է այդքան գիտակցաբար չի կարողանա ոչ մեկ այդ խնդիրին, բայց արդեն այն տարիքում, երբ որ քո տղան 19 տարեկան է եւ դու կապում ես շատ բաներ իր հետ, իհարկե մեծ ցավ է կրել իր անձնական կյանքում, բայց որևէ մեկը երբեք չի նկատել իր դառնությունը, առավելևս չարությունը։ Նա չափազանց ներող մարդ էր։ Ցավոք սրտի կյանքը նրա նկատմամբ դաժան է գտնվել։ Չեմ ուզում այդ մասին ասել, ընտանեկան այդ դժբախտությունը, ծանրությունը։ Սովորաբար նման դժբախտություն ունեցող մարդիկ դառնում են մի քիչ էգոիստ, մի քիչ փոխվում են, չար են դառնում։ Երբեք նրա մոտ այդ չարությունը չկար։ Միշտ այդ բարությունը կար։ Եվ պետք է ասեմ, որ ճակատագիրը նրա նկատմամբ անարտարացի գտնվեց այդ մի հարցում, բայց միշտ ինքը եղել է բարձրուճի վրա, իր բարությամբ։ Նա իրոք բարի մարդ էր, նա կարողանում էր ներել, նա ծանր հարված էր ստացել, բայց այդ հարվածը ինքը իր մեջ էր պահում, իր սրտում։ Ես շատ կուզեի, որ իմ հայրը երջանիկ լիներ, ավելի ինքը լիներ լիարժեք երջանիկ, ինքը արժանի է դրան, որովհետև իր կյանքը իրոք ապրել է, ես չեմ կարող ասեմ առանց սխալների, ընդհանուր նա միշտ աշխատել է սխալ չանի, մարդկանց ոչ թե նեղություն չտա, այլ մարդկանց վնաս չտա։ Բացի դրանից ինչքան որ տեսավ այդ դաժանությունը, ինքը տեսավ նաև լավ բաներ, դա էլ պետք է ասենք, որովհետև ինքը դրանով ապրում էր իր աղջիկի հաջողությունով, իր թոռներով, իր համար ամենամեծ հաջողությունը, երբ որ իրան շրջապատում են իր թոռները եւ ինքը դաստիարակում էր իր թոռներին։ Եթե նկատողություն էր անում, ինքը չէր ասում անունը։ Ինքը ընդհանուր ինչ-որ մի բան ասում էր դիպուկ։ Ու այդ մարդը, որը որ թերացել էր այդ հատվածում, ինքը գիտեր, որ այդ իրան է վերաբերում։ Մնացածը չգիտեն ում մասին է խոսքը։ Որոշ դեպքերում նույնիսկ ես ասում եմ, դե լավ, գոնե մի քիչ կարելի էր ավելի այսպես կոշտ վարվել, մի քիչ ավելի այսպես լուրջ, խիստ որոշում կայացնել, երբ որ իրեն ասում է, դե լավ Մագդա ջան, կյանքը այնպիսի դառն է, սա էլ էր շատ մեծ դաս նրանց համար, ովքեր որ եկան, լսեցին, շփվեցին, հասկացան մեր ասածները։ Եվ ես հասկանում սա էլ մեծահոգության մի այդպիսի դրսևորում էր, էլի դառնություն չկար մեջը, չարություն չկար մեջը։ Եվ մեղմ եւ խիստ։ Կատակը միանգամից հասկանում էր։ Ինքը միշտ եղել է բացառիկ պարկեշտ առաքինի գիտնականի եւ ուսուցչի կերպարի մեջ։ Բժշկության հանդեպ իր սերը վարակիչ էր, նա գիտեր ամեն ինչ։ Եվ ես ու քույրս հիմա հպարտությամբ Աղաջանովների ընտանիքի բժիշկների 4-րդ սերունդն ենք եւ երկուսս էլ սիրում ենք մեր աշխատանքը, ամեն օր շնորհակալ ենք, որ մենք այս գործն ենք անում։ Նա եւ որպես ստացախոս, եւ որպես ծնող, եւ որպես ընկեր բացառիկ է եղել։ Он замечал и выдвигал талантливых и неординарных студентов. Он не боялся конкуренции в будущем рядом с ними. И поэтому он всегда старался обогатить институт ценными кадрами, то есть работая с ними и помогая им в научном
плане. Բնավորությամբ եւ երիտասարդ էր եւ իրան ցույց էր տալիս, որ ինքը ղեկավար է։ Դες դու չէիր կարող ավելորդ որևէ բան անել, որտեվ դու զգում էիր, որ նա ղեկավար է։ Նա իր մեղմությամբ այդ եւ խստությամբ եւ մեղմությամբ ինքը քեզ կարծես թե սովորացնում էր, քեզ ուղղություն էր տալիս, որ ինքը իրոք ղեկավարը դա դու չես կարող ավելորդ որևէ բան, ինչքան էլ բաց է թողնում քեզ, ինչքան էլ տալիս է սահմանները անցնես, ասենք ինչ որ պահ կա, որ պիտի գծվի այդ սահման ու դրանց առաջ դու չես կարող իհարկե անցնել։ Միխալոսիչը ստեղծել էր այնպես մի միջավայր, որ իր գնալուց հետո էլ ոչ մի բան չքանդվեց։ Ուսուցիչն ու մանկավարժը, ավագ ընկերն ու ղեկավարը, սիրող ամուսինն ու պապիկը, Միխայել Աղաջանով մարդու մեջ միահյուսվել են լավագույն արժեքներն ու մարդ մնալու արվեստը։ Նա հավերժ ուսուցիչ մնաց մեր ու սերունդների համար։ Միխալոսը բժշկական համալսարանի հետ անբաժան է։ Դժվար է պատկերացնել սերունդներ, որոնք ավարտել են եւ չեն ճանաչում կամ չեն մտաբերում Աղաջանովին։ Ուսանողների կողմից ինքը դրիվ այլ կերպ էր սիրված։ Եվ նա շատ լուրջ ազդեցություն է ունեցել բոլորի այդ աճի, գիտական աճի, մարդկային աճի վրա, որովհետև նույնիսկ անխոս իր ներկայությունը դա միշտ եղել է շատ դաստիարակչական, ունեցել է իր ազդեցությունը։ Եվ այսօրվա պրոռեկտորը Ենգոյանը այդպիսիներից մեկն էր, որին նա երկրորդ կուրսից միասին մենք, ինչպես ասում են, հայտնաբերվեց եւ երկրորդ կուրսից եկավ ինձ մոտ, որ նրան ընդունենք որպես ավագ լաբորանտ։ Մենք միասին աշխատեցինք գրեթե 20 տարի նույն ամբիոնում եւ չնայած մեր գիտական հետաքրքրությունները միշտ չէ, որ համընկնում էին, մենք միշտ ունեցել ենք շատ հետաքրքիր, ինտենսիվ գիտական քննարկումներ, ինչպես նաեւ շատ սերտ անձնական կապեր իրեն եւ իրեն ընտանիքի հետ։ Սիրում էր մեր ամբիոնը, շատ էր սիրում իր ամբիոնը։ Ու ես հպարտ եմ, որ Միխայել Յոսիֆի Աղաջանովի անունով է լինելու այս ամբիոնը։ Չեմ կարծում, որ ավելի արժանի մարդ կա։ Նույնիսկ երբ որ մենք հանակներ ենք անում, ասում եմ Միխալոսիչ, ձեր աշխատանքային գրքույկը բավականի անհետաքրքիր է։ Մի բառ Երևանի պետական բժշկական համալսարան Մխիթար Հերացու անվան մի մարդ ոնց կարող է այսքան տարի նույն տեղը աշխատի, լավ չեք հոգնում։ Գիտեք, ժպտում էր, ասում էր, չէ, սա իր կյանքն էր։ Բժշկական համալսարանի ներքո իր ներկայությունը կրնի հավերժ, որովհետև բիոքիմիա ամբիոնը անվանվել է Միխայել Յոսիֆի անունով։ Մեր համագործակցությունը Միխայել Աղաջանովի հետ շարունակում էր մինչև իրեն վերջին օրերը եւ շարունակում է այժմ Միշայի նախկին ուսանողների եւ գործընկերների հետ, որը ես կարծում եմ իրեն ժառանգության լավագույն նշանն է։ Վերջին օրը, կյանքի վերջին օրն իր հարազատ բուհում, գործընկերները հուզմունքով ու սրտի թրթիռով են հիշում, իսկ ավելի ճիշտ չեն էլ կարող մոռանալ այդ օրը, հրաժեշտի րոպեները։
վերջին աշխատանքային օրը դա մարտի 15-ն էր, ուրբաթ օր։ Այդ օրը ես ունեի դասեր մինչև 5:30 եւ երբ որ դասը սկսել էր արդեն Միխայել Յոսիֆիչը 6-րդ սենյակում եկավ, դուռը բացեց, ասեց ես գնում եմ։ Ստեսություն մաղթեցինք իրար, գնաց, բայց ես երկար ժամանակ դռան չխոցը չէի լսում։ Ու ինձ թվաց, որ ինչ-որ մի բան են չի։ Ուսանողներից ներողություն խնդրեցի, դուրս եկա գնացի, տեսա ինքը իր սենյակում հագնված կանգնած է։ Ձայն չի հանում։ Ասում Միխայել Յոսիֆիչ, կարող է լավ չեք ձեզ զգում, ինչով օգնեմ։ Ասես չէ Արտաշ ջան, ես հիմա կգնամ, դու գնա դասի։ Ես դուրս եկա ու չէի հեռացել, ինքը երկար դեր կանգնած էր։ Նույնիսկ երբ որ ես եկա դասասենյակ, դրանից հետո բավականին ուշ դրան չխոցը լսեցի ու հասկացա, որ հեռացավ։ Իմ մոտ տպավորություն էր, որ նա հրաժեշտ էր տալի իր սենյակին։ Ու սենց դուրս եկավ, ամբիոնից դուրս է գալիս մյուս կողմից, դուք ծանոթ եք ամբիոնին մյուս կողմից, իր դրան կողքից էր դուրս գալիս։ Ու այսպես պակա, այսինքն վերջինը ում մտքով անցներ, որ դա վերջինն էր։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, ինքը սենց արեց ու գնաց։ Նա չի մոռացվել։ Եվ շատ երկար կարծում եմ չի մոռացվելու, որովհետև յուրահատուկ մարդու տեսակ է։ Դա, ասում եմ, դա այն տեսակն է մարդկանց, որը վերանում է։ Շատ եմ կարոտում պապային հիմա, անչափ ոնց որ արդեն ասեցի, ցանկանում եմ միշտ իր հետ խոսել, կիսվել, որ ավելի շատ հպարտանա ամեն փոքր բանով։ Մեծերը չեն մահանում, նրանք ապրում են այնքան, քանի դեռ հիշում ենք նրանց։ Նրանք ապրում են գործով։ Սովորաբար մարդը ասում են այնքան ժամանակ է կենթանի մնում, որքան ժամանակ նրան հիշում են։ Իսկ Միքայել Աղաջանովին հիշում կհիշեն երկար տարիներ իր հարազատները, ընտանիքը, երեխաները, թոռները, ծոռները, կհիշեն իր անգերները, կհիշեն այն հազարավոր ուսանողները, որոնց անմնացորդ ձևով ինքը ուսուցանել է, որոնց անմնացորդ ձևով գիտելիք է տվել։ Նրանք, որոնց հետ գիտական աշխատանքներ է կատարել։ Եվ այդպիսի մարդը բազում տարիներ կապրի։ Եվ այդպիսի մարդկանց օրինակը պետք է ծառայի երիտասարդ սերունդից դաստիարակման համար։ Կհավատաք, ես չեմ մտածում ընդհանրապես դրա մասին, որ ինքը չկա։ Թե իրա, թե իմ պապայիս, ես ընդհանրապես չեմ մտածում, որովհետև չեմ կարող մտածել, որովհետև չեմ կարող մերվել այդ մտքի հետ։ Համոզված եմ, որ Միխայել Յոսիֆովիչ Աղաջանովին կհիշեն դեռ շատ երկար, պայծառ մարդ էր ու համոզված եմ, որ նրա լույսը դեռ երկար տարիներ մեզ կլուսավորի։ Իմ համար Միխայել Յոսիֆիչը անմահ է։ Միխայել Աղաջանովի բարի ժպիտը, Միխայել Աղաջանովի հոգատար վերաբերմունքը դասախոսների ուսանողների նկատմամբ միշտ կհիշվի։ Շուտ մահացավ։ Նա կարող էր, գիտեք ինչ, բանականությունը տեղը, ֆիզիկական վիճակը լավ, ու նա կարող էր երկար դեր օգուտ լիներ ու վայելենք մենք իր ներկայությունը։ Ազնվորություն էր, որ մինչև իր կյանքի վերջի օրը միշտ ոտքի վրա է եղել եւ անմնացորդ ծառայել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանին ազնվագույն ձևով։ Մի պահ մեզ գլխատված զգացինք, իրոք գլխատված զգացինք, հետո կարծես թե հավաքեցինք, որտեղ մտածեցինք, գիտես ինչ, երևի ամեն մեկը իր համար, որովհետև յուրաքանչյուրը հասկանում էր, որ դա անհատ են բոլորը, հասկանում էին, որ հիմա պիտի անենք ավելին, որպեսզի մարդու բացակայությունը գոնե ինքը զգա, ինքը հոգով այդպես այդտեղ է, չէ, ինքը զգա, որ մենք կարողանում ենք կազմակերպել։ Շատ բարդ է առանց Միխայել Յոսիֆիչի, շատ բարդ է։
որ ինքը կար, ինչ որ մի բան որ որոշում էր, մեր խորհրդակցում էր, ասում էր հա, ճիշտ է կամ չէ, սխալ է, չպետք է անես, այդպես չպետք է լինի, կամ պետք է լավ էլ որոշել է։ Հիմա չկա այդ մարդը։ Ես ում պիտի հարցնեմ դա։ Շատ դժվար է։ Բացահայտելի է։ Ոնց որ անդուն լինի, որը կանում ես եզրին, ասում ես կարողանամ անցնեմ, թե չեմ կարողանա անցնել։ Պետք է փորձել այդ բացերը լրացնել նաև այն գիտելիքով, որը իրանից ստացել ենք, այն հմտություններով, որը ինքը փոխանցել է։ Для меня уход Миши – это невосполнимая потеря. Я потерял друга, человека самых высоких моральных качеств. Պակասը շատ զգացվում իհարկե։ Եվ իմ մոտ լինում են պահեր, երբ որ ես մոռանում եմ, որ sense բան կարար պատահեր։ Ինձ թվում է, ես աշխատանքի եմ, ինքը իր աշխատանքի, կամ ես տանն եմ երեկոյան, ինքը իրանց տանը։ Այսինքն, սովորական կյանքի նման, կամ օրինակ ամառը իրանք հաճախ գնում էին ամառվա արձակուրդներին քրոջս մոտ, իրան օգնել երեխեքի հետ շփվել, որտեղ նրանք էլ էին ուզում, որ երեխեքը տատիկ պապիկի հետ շփվեն, դաստիարակվեն տատիկ պապիկի կողմից եւ մեկ-մեկ ցենց լինում է, որ դասում դե ես ստեղ եմ, աշխատանքի եմ, պապան մամայի հետ Ամերիկայում են։ Երբ որ դու այս պահին չես տեսնում, ու այո, շատ ուզում ես զանգել, խոսալ, հարցնես ոնց են։ Խորհրդի պակասը միշտ կա։ Ցանկացած փոքր հարցով էլ կարա դա լինի։ Եվ շատ ծանր է, երբ որ զգում ես, մեկ էլ հասկանում ես, որ չկա այդ հնարավորությունը։ Այս փոքրիկ ինքնախաբեությունը ինքս իմ հետ այդպիսի խաղեր եմ խաղում եւ ինքս ինձ խաբում եմ, թե Երևանում ամեն ինչ լավ է, նույնն է, բոլորը լավ են, իրենց գործերով են զբաղված։ Բացը շատ է զգացվում, այո, որովհետև նման մարդկանց բացը չի կարող չզգացվել։ Նա այնքան վառ անհատականություն էր, այնքան շատ էր ինքը, որ այդքան լիությունից հետո, երբ այլևս չկա այդ մարդը, չես կարող, այդ բացը չես գալ։ Այս սեպտեմբերին եկել եմ համալսարան, դե իմ առաջի զանգերից լինում էր, որ Միխայլովիչ, բարև ձեզ, շնորհավոր ձեր նոր ուսումնական տարին, ես դա կորցրեցի։ Եվ հետո ցանկացած հարցերի դեպքում, իրավիճակների դեպքում իմ համար առաջին խորհրդատուն էր։ Միշտ ունենում ենք իր խորհուրդների կարիքը, իր հետ խոսելու կարիքը, պարզապես իրեն տեսնելու կարիքը։ Եվ ես հույսով եմ եւ համոզված եմ, որ այդպիսի անհատները, որոնք որ շատ լուրջ ազդեցություն ունեն, դրանք պիտի հիշվեն եւ նրանց հիշատակը պետք է պահպանվի եւ եթե հնարավոր է պետք է դարձնել բոլորին հասանելի, որպեսզի տեսնեն, լսեն, սովորեն։ Սա իր կյանքն էր, կենսագրությունը, անցած ճանապարհն ու պատմությունը։ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնն այսուհետ մեծ գիտնականի անունն է կրելու։ Հիմա արդեն նաև այսպես է ներկա Միխայել Աղաջանով մարդը, գիտնականն ու մանկավարժը։ Ես կուզեի նա ինքը տեսներ։ Թե ինչքան սեր ոնց որ ուղարկվեց։ Նա երիտասարդ չէր, բայց նա երիտասարդ էր։ Նա երիտասարդ էր։ Մի մարմնով տարիքով երիտասարդ չունեմ, այդ չի նշանակում, որ երիտասարդ չես։ Նա երիտասարդ էր։ Սպորտային էր շատ, պապան շատ։ Միշտ ինքը զբաղվում էր սպորտով փոքր տարիքից եւ միշտ փորձում էր մեզ սովորեցնել, ստիպել, որ մենք առավոտը մարզանք անենք, մինչև վերջի օրը առավոտները մարզանք էր անում։ Շատ նրբանկատ մարդ էր։ Ես հիշում եմ մեկ դրվագ, երբ որ դուրս էինք եկել տարբեր խանութներ էինք այցելում, Միխալոսիչին ինչ-որ բաներ պետք գնել, խանութներից մեկից դուրս եկանք, տեսա կեռաս եմ վաճառում ու հարցրեցի ինչ արժի։
Ուղղակի հարցնելու համար գինը։ Մեկ էլ տեսնեմ Միխալոսիչը տոպրակը ձեռքը եկավ, ես քեզ կտանես տուն, ասում եմ Միխալոսիչ, ինչի համար։ Տարտուն, ես այտենց եմ ուզում։ Միշտ նորություններով հետաքրքրվում էր, միշտ ոնց որ հիմա ասում են, հա, տրենդի մեջ, եւ բոլորը զարմանում էին, որ ոնց Միխալոսիչը միջև հիմա դասախոսությունա կարդում, ոնց Միխալոսիչը միջև հիմա մեքենա է քշում, ոնց Միխալոսիչը Ամերիկայում մեքենա է քշում, ոնց Միխալոսիչը այս ինչ բանը ինքնուրույն է անում, հա, ինքը անում էր, որովհետեւ ամբողջ կյանք նա սովորել է, որ պետք է իր վրա հույսը դնի։ Նա շատ սիրում էր ընտանեկան ֆոտոներ։ Միշտ կարևոր էր համարում, որ ժամանակ գտնեինք, բոլորս միասին հավաքվեինք, նկարվեինք, լինի դա մեր փոքրիկ ընտանիքով, թե մի քանի զարմիկներով։ Մի օր էլ հիշում եմ, որ Միխալոսիչը եկավ, ես դասի էի, ասեց մի հատ դուրս արի, էլի։ Մի փիսիկ կտուրի վրա բարձացել էր ու չէր կարող իջներ։ Ու ես այդ փիսիկին այս պատուհանից մեր, այս դիմացի պատուհանից կերակրում էի։ Միխայել Յոսիֆիչն էր ասում էր, այ տղա, նա քեզ խափում է, նա կարող է իջնի, ասում եմ, չէ, Միխալոսիչ չի կարող իջնի։ Ամեն օր տեսնում են, քայլում էր, մեկ էլ վազելով եկավ Միխալոսիչ, ասում է, տեսել եմ փողոցում իջնում է, այնց որ հանգիստ եղի, մի մտածի դրա մասին։ Դա էլ է բնորոշում իրան որպես մեծագույն մարդ։ Անցած տրնդեզներ։ Դա առաջին ժամանակ դե դասի ենք։ Մեր ջահելներից մեկը թավայի մեջ մի քանի հատ ուսանողներ են։ Դասի ընթացքը հասկանում եք, սեմեստրի կեսը։ Մի խոսքով, այս մեր ջահելներից մեկը թավայի մեջ մի քանի կտոր թուղթ վառեց։ Ասես պիտի թռնենք վրայից, կրակենք արը, պիտի թռնենք վրայից։ Թռնում են վրայից ղալմաղալա, այդ դասամիջոցն է, դասամիջոցը 20 րոպե է մեր մոտ։ Ուսանողների ղալմաղալա եւ փաստորեն համել դասախոսների ղալմաղալա, Միխալոսիչը դուրս եկավ միջանցքը, նայեց ցենց արեց։ Սումաս աշխու։ Մեկ էլ հետո տեսավ սենց արեց ու եկավ ինքը սկսեց թռնել։ Միխայել Աղաջանովի պակասը, բացը միշտ է լինելու։ Եվ լինելու էր անկախ այն բանից, թե մարդու այդ տեսակը որ տարիքում կթողներ երկրային կյանքը։ Նրանք ապրում են ու ապրելու են միշտ, ապրելու են մեր մեջ, մեզ հետ։ Նա լավագույն ուսուցչի նվիրական մարդու իրական օրինակ էր։ Միխայել Աղաջանով մարդուն ճանաչողների համար հիմա ամեն ինչ այլ է։ Միխայել Աղաջանովի հետ ու առանց նրա։ Իրոք շատ են կարոտում, սարսափելի են կարոտում, նույնիսկ երազում ենք տեսնում։ Չկան անփոխարինելի մարդիկ, կան անկրկնելի։ Եվ իր ժամանակների եւ իր տեսակի համար նա ձևավորել էր այդ բացառիկ պարկեշտ մարդու, առաքինի մարդու, իմաստուն, իր բնագավառում միջազգային հեղինակություն վայելող, բայց երբեք դա ի ցույց չդնող
Այսինքն այդ ցուցադրական հատվածը բացակայում էր։ Սովետի ժամանակ ընդունված էր ասել շկոլա, նա իրոք դպրոց է թողել բավականին ու տպավորությունները գործի այմա որ ասենք անընդհատ մի բան որ անում ես ասում բա Միխայելը ոնց կասեր ինքը ինչ կասեր ինքը ոնց կնայեր դրան ավելին անեմ որ գովեստը զգաս էլի նա ուսուցիչ էր եւ նաեւ իմ համար հա ամեն մարդ իր կյանքում պետք է ունենա ուսուցիչ եւ իմ հայրս բացի նրանից որ հայր էր ընկեր էր շատ լավ իմ համար նաեւ ուսուցիչ մենթոր հա որ ասում են մենթոր կարելի ասել չենք հասկացել որ քայլող լեգենդի հետ ենք գործ ունեցել խոսք առել տվել խոսել կենթանի լեգենդ Իհարկե շատ մեծ բաց կա այսօր համասարանում